Հավատում եք, որ Սամվել Կարապետյանը ժամանակին դիմել է հոսանքի էժանացման համար, բայց կառավարությունը մերժել է։ Սխալ են արել։ Սամվել Կարապետյանը պես եթե Հայաստանում 5 մարդ ունի, ժողովուրդը այսպես կապ։ Բայց հավատում եք դրան, որ դիմել է, բայց կառավարությունը մերժել է։ Դե հիմիկվա կառավարությանը ես չեմ հավատում։ Լրիվ սուտասաններ են, լրիվ խափեբաններ են, լրիվ թալանչիներ են եւ այլն, չակետներում։ Մնացածը արդեն դուք իմանաք։ Ոչ մի բանի էլ չենք հավատում։ Հերո եմ պոլիտիկայից։ Ցավ տանեմ, ես ոչ մի բան չհասկացա։ Չեմ հիշում ցավ տանեմ, չեմ հիշում։ Այդպես բան չի կարող լինի, ասում չեմ։ Երբեք արտադրողը չի գնա էժանացման։ Նրանք ավելի շատ գնան թանկացման, քան էժանացման։ Այո, ոչ թե հավատում եմ, այլ գիտեմ, որ այդ ձևի է։ Էլի Սամվել, ինչ բան։ Չէ, ամենակ թալան է անում։ Ինչու եք այդպես մտածում։ Որտեւ հասնա ճիշտ տալիս, որ նա թալան չի է։ Շուտ է ասում։ Սամվել Կարապետյանը թե Ռուսաստան միրա օրենքներ կիրառի։ Ինչ գործ ունես թե եկել է, հերիք չեմ եկել կառավարություն հրաժարականում։ Ամեն մի փողատեր, որ գատել զուրկ է թագելի, ոնց պետությունը ղեկավարենք։ Հազիվ պետություն ունենք։ Թողեք կառավարենք։ Հիմա քեզ համար հաճելի չի, որ ոչ կրակոց կա ամեն ինչը նորմալ է։ Բայց ինձ համար նաև հաճելի չի, որ Արցախ չունենք 5000 տոն։ Արցախ չունենք։ Եկեղեցու Արցախ չունենք։ Եկեղեցիները դու մտ տեսել ես եկեղեցիները ինչ անում։ Հələ թող եկեղեցին իրան կարգավորին, որ հավատաց գնացն դե։ Խայտարակել են եկեղեցան, հիմա կանել են բողոքում են։ Թողեք աշխատի մարդը հազիվ խաղաղ ապրում ենք։ Թողեք թե նորմալ ապրի։ Ամեն մեկը որ գա փողատեր գասի ուզում եմ կառավարությունը քայքայեն ոնց կլինի, չի լինի տենց։ Իսկ դուք էլ հավատում եք տենց։ Լիբիա Սամվել Կարապետյանի կեսագրություն իմացեք, ինչքան մարդկանց է վնաս պատճառել։ Չես աշխատելիս վերընձ գումար տուտ։ Ինչի համար դա։ Լիբիա իր ինտերվյուներ տակեն երկու այդ ընտանիք որ դժը փախ եկել ասте, եկել ձեզ սատկացրել են, թե պետք է փող տաս ինձ։ Ընդ փողես աշխատում ինձ փող տաս։ Դով եղար։ Նա թույնք իր ոչը մաղթի նոր գազդե պետության հարցեր լուծի։ Խմբ, ինչ խմբ։ Ամեն մեկը որ բարձանա տենց պահանջ ներկայացնուր կետագելնի պետությունը։ Հազիվ պետություն ենք ստեղծել։ Իհարկե հավատում եմ, ինչի չէ, որ հնարավոր է։ Եվ շատ կուզեմ, որ նորից ինքը այդ ամեն ինչը կառավարի, հայրենասեր, բարերար անձնավորություն է, միշտ Հայաստանին օգնել է, Արցախից սկսած, մինչև Հայաստանի բոլոր այդ մեծ շինություններն ու կարևոր գործերին եւ խիստ ցավում եմ, որ ինքը անիմաստ առանց մեղքի այս պահին գտնվում է կալանավայրում։ Մարդը ինչ էր ասել իր ձևով։ Ես էլ իմ ձևով, այն մեկը մյուս ձևով մեր եկեղեցուն պետքա պաշտպան կայնենք հայրենիքին։ Ուրախ կլինեմ, որ շուտապույտ ազատվի եւ ինչ տպատակներ որ ունի իրագործի։ Իհարկե ես ավելի շատ Ռոբերտ Քոչարյանի կողմնակից եմ, իրան եմ հավատում, շատ բաների, այս պահին ձեր հարցի հետ կապ չունի, բայց ասեմ նաև պակաս չեմ հավատում Սամվել Կարապետյանին, որ ինքը կարա շատ մեծ գործեր անի, թե բարերարության, թե երկրի կարևորագույն խնդիրների լուծման համար, եւ շատ կուզեմ, որ այդ երկու մեծ անձնավորությունները Հայաստանի փրկության գործում իրանց ներդրություն ունենան եւ շուտապույտ այս վիճակից դուրս գանք։ Ես մեծ Հայաստանի կողմնակից եմ։